Ողջույն սիրելիներս, ինչպե՞ս եք։ Ես լավ եմ եւ իհարկե ինչպես միշտ նույնը ձեզ եմ մաղթում, հուսամ, որ դուք нույնպես лав եք եւ սկսենք մեր հերթական վլոգը։ Այս ինչ վիճակը, ինչքան ձյուն կաստ է։ Ужас. Годовой запас снега. Ինչքան ձյուն կա նստած։ Այստեղ։ Ուրեմն ես էլ մաղթանք։ Հատկապատյան է, որ քշեմ գնամ գործի։ Սիրելիներս, մի փոքր մեկնաբանեմ, դուրս եմ եկել торговый ցենտր եմ մտել, այստեղ կողքի торговый ցենտրն է, մի քիչ գործեր ունեմ, այդտեղ դոկումենտացիայի հետ կապված մոմենտներ կան, այդպես աշխատանքս ավարտեմ, հիմա պետք է խոստացածս խմորեղենը գոնե պատրաստեմ, ամեն օր կամ հիվանդ եմ կամ չեմ հասցնում, մի խոսքով այդպես որոշումներս հետաձգվում են, այստեղ դեռ նորտարյան գեղեցիկ զարդարումները մնում են եւ երևի մինչեւ ամսվա վերջը կմնան ու քանի որ ես տնից քանի օր է դուրս չեմ գալիս չէի տեսել, հիմա որոշեցի այսպես գեղեցիկ նկարահանեմ, ձեզ հետ կիսվեմ, մեր գեղեցկություններն էլ տեսնեք, այն ինչ որ ասում եմ, տանդ մոտա քթիդ մտա կա, այսպես ասած, աչքիդ առաջա, աչքիդ չի երևում, հա որ կա ու գեղեցիկ է, գնանք Մոսկվայի մեջ տեղերը հասնենք, որ ամեն ինչ գնահատենք, սիրուն լինի, բայց եկեք տեսեք, որ մեր торговый ցենտրն էլ շատ գեղեցիկ է եւ շատ սիրուն է, գեղեցիկ ձևավորումներ եւ իհարկե սիրում եմ ես այս торговый ցենտրը եւ իհարկե գործեր անձնական, որից հետո Боже мой, ужас, իսկական գորգ մաքրելու բանա, այդ ինչա ձյուն է եկել։ Как раз ով է այն վախտով հիշա գորգեր էինք մաքրում։ Ужас։ Անցնում ենք ճաշեփելուն, ժողովուրդ։ Այսօր ինչ ենք պատրաստելու։ Ինչ ունեմ, քանի օր ասում եմ, որ պետքա բորշեփենք, հա, ուղիղ եթերներում հետա ով միշտ իմ հետա մշտական իմ հետա դու լսում եք, դու խոսում ենք, այստեղ ունեմ կաղամբ, մանուշակագույն գույնի ունեմ կաղամբ սպիտակ գույնի, այսքանը կտրտել եմ, որ պետքա բորշ պատրաստեմ, միսս արդեն խաշված է, նոր սառնարանից հանեցի, ուղղակի պակետի մեջ է, սոխը մաքրել եմ, պոմիդորը մաքրել եմ, գազարները մաքրածա, բազուկը մաքրածա, մի քիչ այստեղ եմ լցրել, սոխը, գազարը, բազուկը, մի անգամից կաղամ հիմա, ես սիրում եմ, որ ձորկած լինի, բայց երևի աղամ ոչ հավես ունեմ, ոչ ժամանակ, այստեղ խաշված բազուկներ են 3 հատ, ուզում եմ սալատ սարքեմ մի հատ թեթևակի թեթևի մեջ, այտենց, այստեղ մսի արգանակն է, սառնարանից նոր հանեցի, նայեք ինչ ընտիր միս է, օյ, թափեցի, ինչ ընտիր միս է եղել, յուղը վրեն, ասենց նստած, մի քիչ էլ այստեղ կա, այս էլ հետը կտեսնեմ, մեկը սկզբից կօգտագործենք, խնդրեմ, երեք իրիկունը միսը խաշել եմ, ոսկրահան եմ արել, բա այդ ինչա, ջուրը այսպես քամել եմ, մաքրել եմ, տակի ավելորդ կեղտոտ մասերը ջրի հանել եմ, ու որոշել ենք, որ բորշեփենք, ու մի քիչ էլ կաղամբ պետքա թթու դնեմ, հեսա ամանս պատրաստել եմ, այսպես, մի քիչ լավրովի լիստ էլ ունենք, ստեղ լավրովի լիստ հանենք, հեսա, դափնի տերև, մի կողմից բորշեփենք, մի կողմից էլ թթու դնենք, ժողովուրդ ջան, եկեք անցնենք, հիմա ծրա աղալու գործողությանն այսպես կոչված, այս անկյունը ես ճաշեփելուց չեմ օգտագործում, մենակ այս աղացնա այստեղ միացված, ինձ թվում է ճիշտ չմիացրի, вообще չեմ միացրել, մեկ վարկյանի մեջ կարելի ասել սոխը բազուկը ու գազարը սարքեց եսի մինչ, սպասեք տենանք ինչ սարքեց, լավ էլ աղացել է, անտիրա շատ էլ հերիկա, անցանք գործի։ Առանց յուղի սկզբից, առանց յուղի տեղադրում եմ, շատ հետաքրքիր տեխնիկայով եմ պատրաստելու, ուրեմն սկզբից առանց յուղի լցնում եմ, ավելացնում եմ, նայեք բազուկը, սոխը, գազարը, մի հատ էլ լոլիկի մակաղամ, լոլիկը ուղղակի չէր տեղավորել, որեցի այս արանքում հասցրեցի, լոլիկն էլ աղացի, ինձ թվում է երևում է շատ լավ, լոլիկն ավելացնում եմ, որ ջրիկության քանակը ապահովի, այստեղ չվարվի, չկպնի ամեն ինչ, հիշեք, որ յուղը միշտ ավելացնում ենք վերջում, եթե դուք ուզում եք ունենալ առողջ սննդակարգ, ահա խնդրեմ ճիշտ բորշ եփելու կարգավիճակը, ամեն մարդ մի ձև է եփում, բայց ես այսպես եմ եփում միշտ, սկզբից այսպես իրան գոլորշու մեջ ինքը կթեր խաշվի, մի պուջուրիկ եմ սկզբից մսաջրից կավելացնեմ շուտով, առայժմ հեղուկը բավարար է, հիմա մի քիչ էլ կաղամբը արագ կտրտեմ, կաղամբն էլ կարելի էր ես աղացով անցկացնել, բայց արդեն կաշա կդառնա, չեմ սիրում աղացով կաղամբը, ուղղակի արագ մանր կտրտեմ, հենց այնպես տկացայի մեջ, որովհետև ժամանակ չունեմ, չեմ սիրում, ավելի ճիշտ եմ սիրում, ուղղակի ժամանակ չկա, որ
այդպես դնեմ տախտակի վրա կտրտեմ, այսպես բարակ, հետո չեմ սիրում շատ բարակ կտրտած բորշի համար։ Կաղամբս հենց այս օրվա չի թարմ չի, այդքան մի քիչ տենում եմ, որ ճլորած ա, բայց դե ոչինչ։ Կաղամբը մնում է կաղամբ։ Միակ բանջարեղենն է, որ ոչ մի ձևով իրեն վիտամինները չի կորցնում։ Ոչ թթու դրած, ոչ աղացած, ոչ խաշած, ոչ այնց։ Կաղամբը միշտ պահում է իրեն բոլոր օգտակար բնական բոլոր նյութերը։ Վիտամինները չի կորցնում, ոչ մի բան չի կորցնում, այսպես արագ-արագ։ Էսթետիկ է, թե էսթետիկ չէ, ուղղակի ավելի շատ ուզում եմ ներկայացնել իմ պատրաստման տեսակը, ոչ թե իմ պատրաստման էսթետիկան, հա։ Ձևականություններ գիտեք, որ չեմ սիրում, հետո ինչ որ էկրա, հետո ինչ որ տեսանյութ, այսպես եմ միշտ պատրաստում։ Ահա, արդեն դեռ չվացրեցի մի քիչ խաշեն ջուրը դուրս գցեց։ Բանջարեղենները իրանց ջուրը դուրս են գցում, այսպես մի քիչ կտապակվեն, կխաշվեն իրենք իրենցով, կեփենք, կվերջացնենք, նոր վերջում կավելացնենք յուղ։ Հատկապես ձեթը։ Հիմա ուղղակի ցույց տամ, տեսեք։ Տաքի իհարկե կասեմ, հենա տեսեք ջուրը դուրս է գցել արդեն, այսպես մի քիչ էլ ավելացնեմ ես կաղամբը, այս արանքում կտրտեմ ավելացնեմ ու շարունակեմ։ Ուրեմն մի քիչ մեկնաբանեմ իմ պատրաստման եղանակի նպատակը, հա, այստեղ բանջարեղենը եւ առհասարակ ոչ մի մթերք ես յուղի մեջ չեմ տապակում յուղի հետ, որովհետեւ յուղի հետ տապակված յուրաքանչյուր բանջարեղեն նախ կալորիականությունը շատ բարձրանում է նրա եւ երկրորդ խոլեստերինի քանակն է շատ բարձրանում տվյալ մթերքի բաղադրության մեջ, որովհետեւ արդեն յուղի հետ տապակվելով կորցնում է իր բոլոր օգտակար, ինչպես ասում են, հնարավորությունները սնունդը, մթերքը։ Քանի որ մենք չենք ուզում ունենանք ել ավելի խոլեստերինի քանակ, մեր օրգանիզմը ուզում ենք մաքրել, մաքուր պահել եւ պետք է այդպես շոգեխաշում ենք սկզբից, շոգեխաշում, իսկ յուղը ավելացնում եմ վերջում, ընդհանրապես վերջում, որպեսզի հետո ուղակի էփելուց հետո նույնիսկ կարելի է ավելացնել կամ մի պստիկ էփվի։ Մի խոսքով այստեղ ավելացնում եմ աղ, քանի որ աղը օգնում է ավելի շատ ջուրը դուրս գցի, այսպես շոգեխաշվում է, կափարիչով փակում ենք, թույլ ենք տալիս բանջարեղենը ինքը շոգեխաշվի, մի քանի հատ դափնետերև եմ ավելացնում, այդպես շարունակում եմ արդեն պատրաստումը։ Մի քիչ էլ մսի արգանակ եմ ավելացնում, թողնելով որ լավ շոգեխաշվի։ Մինչև այս ամենը կշոգեխաշվի, մենք շարունակենք մեր գործողությունները։ Քանի որ մսի արգանակը շատ բավականին յուղոտ էր, հիմա արդեն ավելացրել եմ եւ արգանակը, եւ միսը, եւ իհարկե կարտոֆիլը ավելացրեցի, ասելիքս այն է, որ յուղը շատ քիչ եմ ավելացրել։ Ժողովուրդ ջան, անցնեմ թթու դնելու գործերին, այստեղ սենց հրաշք ունեմ, նայեք սամիտի սերմերեն, ինչ լավն են, յուղից տատիկս ասարկելում, կիսուր մայրիկս էլի, տատիկն ա տվել մեզ հետներս բերել ենք, այսպես թթուի համար, էլի որ պղպեղի փոխարեն այս շոր պղպեղից եմ լցնում, համեմունքի նման տենց լցնում ենք մեջը։ Ինչ ունենք, այստեղ գազարներ ունենք, հեսակը կտրտենք, սխտոր եմ լցրել, բազուկ ունեմ, հեսակը կտրտեմ, մնաց կաղամբը կտրտեմ ու երմանջուր, աղաջուր անեմ երմանջրով։ Կանաչի ունեմ, կծու չեմ գցում, որովհետև չենք ուտում, ոչ արամատի համար, ոչ այնպես։ Մեկ է սև պղպեղը մնաց, հեսա ավելացնեմ։ Ուրեմն մինչդեռ բորշիկը հենա լսվում է, խրթխրթալ են էփվում, հա։ Մի քանի հատ ուզում եմ սենց 4 հատիկները լցնեմ ստե, այսպես։ Մի քիչ ջարդեմ, նոր ավելացնեմ։ Մի քանի հատ էլ հենց այնց կգցեմ այնտեղ, լցրեցի, նայեք բազուկն ու գազարը կտրտել եմ, սիրուն ակուրատին։ Հիմա կաղամբը կկտրտեմ, վրայից կշարեմ ու կավելացնեմ ջուրը։ Իսկ սա էլ մի քիչ ջարդենք սրանով այսպես։ Սենց որ հարևանները լավ տղայնանան։ Սենց ցույց տամ տենակ։ Այսինքն դուք ջարդում եմ։ Տեսեք, ջարդվել է, խժաղվել է, հերիք այսքանը չեմ ուզում փոշի սարքեմ, ուղղակի սենց ջարդեցի, տեսնենք ինչպիսին է, ահա։ Ուղղակի ջարդեցի, մի քիչ իր արամատը ուժեղանա, այսենց։ Всё։ Ժողովուրդ ջան, ճաշիկս պատրաստ է։ Կողք եմ դնում։ Փորձենք տեսնենք ինչի է նման։ Թարմ կանաչի չեմ գցել, միայն չոր կանաչի, նայեք ինչ ընտիր ախորժելի տեսք ունի համեղ։ Հեսա ժողովուրդս կան, փորձենք համեմենք։ Համտեսենք, այդպես ասեմ։ Բացեցի ձեզ ցույց տամ, փակում եմ, տաք մնա առայժմ։ Սրտիկներ ջան, թթուս էլ որ պատրաստ լինի կկիսվեմ ձեզ հետ։ Դե ժողովուրդ ջան, ուրեմն մի քիչ ինչքան պետք է ավելի ճիշտ անհրաժեշտ քանակությամբ աղ եմ ավելացրել, մի քիչ էլ լիմոնի աղ եմ ավելացրել, ինչպես որ միշտ եմ պատրաստում։ Կանաչի ներքևն եմ դասավորել։ Մի քիչ էլ օքսուս կավելացնեմ հեսա, կացախաթթու։
ու այդքանով կբավարարվենք եւ կմնա գիշերը այստեղ, հետո նոր վաղվանից կտեղադրեմ սառնարանում։ Ինչպես տեսակ, ես կաղամբը չխաշեցի, բայց լինելու է շատ փափուկ եւ շատ համեղ դեր կկիսվեմ արդյունքով։ Այսօր այսքանը սիրելիներս, բազուկի գույնը արդեն կամած դուրս է գցում, կբարձրանա վերև եւ կլինի շատ համեղ ու շատ հաճելի ծտվու։ Շատ կարմիր չենք սիրում, սավսեմ սպիտակ էլ չենք սիրում, մի քիչ վարդագույնի ու հերիք համես։ Մեր շամշադինի կետի քարիցը, ինջա կետիցը պիրած քարն էլ դրեցի, սենց տախտակը դրեցի, մի քիչ ջուրը դուրս գցի, մի քիչ էլ էսա ջուրը ավելացնեմ, ջուրը մի քիչ աչքից ու կփակենք, այսպես կմնա։ Մի քիչ ջուրացեմ, նոր փակեմ։ Կմնա մինչև վաղը, ինչպես ասեցի։ Իսկ այստեղ դեռ գաթա ունենք Երևանից, ուզում եմ միած սուրճ դնեմ, սուրճ խմենք գաթայով ու հավեսով շարունակենք մեր օրը։ Չգիտեմ ով ինչի ոնց է սիրում, բայց ես ինձ համար շատ եմ սիրում։ Մեր գաթաները դրա մեջ դնենք, գեղեցիկ պես տանք, սիրուն դրամատրություն ստեղծենք մեր համար, այսպես գեղեցիկ շարք։ Սիրուն դրամատրություն ստեղծենք, սուրճ դնենք, մինչև մեր տանանտները աշխատանքից կգան ծաղկվեց մեջ։ Մի շերտով կարելի է այսպես շարել, մնացած այսպես դնել։ Գեղեցկություն, ասել, որ պետք է լրիվ միանման դասավորվի։ Չնայած, որ ես ուզում էի, որ այսպես դասավորեի, ինչի թափվեցիք, չգիտեմ։ Իհաց սպասեք ժողովուրդ է հորասպա։ Ես տվիմ ուզածնալ մեկը հիմա է տա։ Այսպես էի ուզում, այսպես կանեմ, ինչի պետք է ուրիշ պես անենք։ Ես այսպես էի ուզում, սենց եմ հավանում։ Քանի օր ես սուրճ չեմ խմել։ Այստեղ այսպես դասավորեցին։ Всё ժողովուրդին։ Այստեղ իրեն համնոտը գտամ։ Կոնֆետ սիրողների համար էլ կոնֆետ եմ բերում։ Թե իրեն տեսա մեկը տնեցիքս հավաքվելու են մինչև ես այստեղ։ Սրա կցնենք մեր թեյը և կհամտեսենք։ Ինչ ենք անում, մի անգամ առաջինը լցնում ենք, թեյը լվանում ենք ու թափում ենք։ Ոչ մի չայի գույն, առանց լվանալու երբեք չենք օգտագործում, որովհետև սրանք լրիվ չայերի փոշին ու կեղտը մեջն է մնում։ Ինչով որ չորացնում են, որտեղ չորացնում են, այդ ամենը չէ որ կեղտոտ է դրսում է, փողոցում են չորացնում կամ չորանոցներում շատ մուկ ստացվեց։ Մի քիչ կեսը թափենք։ Այսպես։ Սա գեղեցիկ է մեր թեյնիկը։ Համոզվեցիք, որ մի ամի տելեխայ եղարի փոքր։ Ուրեմն արդեն օրս սկսված է և ամսի 16-ն է, հունվարի, այս արանքում գիտեք ինչեր են կատարվել, ուղիղ եթերներում արդեն ասվել են, հիվանդ եմ եղել, բայց տեսեք ինչ եմ գտել այսքան գեղեցիկ ու հետաքրքիր շարունակություն կունենա իմ վլոգս, դիտում ենք։ Սիրելիներս, ողջույններս մի անգամ ևս ձեզ։ Շարունակում եմ վլոգս, արդեն քանի օր է անցել, այս արանքում տո հասցրեցի թե հիվանդանամ, թե չգիտեմ տրամադրություն կորցնեմ, տրամադրություն բարձրացնեմ, ցրտեր են, մառոզներ են, տնից դուրս չեմ գալիս, աշխատանքի չեմ գնում առայժմ։ Ասելիքս այն է, որ որոշել եմ ձեզ հետ վերջապես պատրաստել այս գեղեցկուհու օգնությամբ, այս անգամ պատրաստենք մեղրով տորտ, մեղրով տորտի շերտերը փորձենք թխենք կամ նուտելա, տարբերություն չկա, նույն խմորն է մեջը։ Խմորն է ուղղակի մեղրով տորտի մեջ կակաո չկա, իսկ նուտելայի մեջ կա, ահա տեսեք ինչ եմ գտել։ Սա իմ մանկության բաղադրատոմսերի տետրն է, իսկ սա իմ ամուսնանալուց հետո, արդեն դաժե Արսենչիկի ծնվելուց հետո ստեղծված բաղադրատոմսերից տետրն է, այստեղ նույնիսկ նշված է Արսենչիկի ծննդյան օր ամսաթիվը, բլոկնոտը մայրիկս էր գնել ինձ համար, երբ որ ես հիվանդանոցում պարկած էի, երեխու հագուստների, նվերների, առաջին կտորների, շորերի նկարներն է փակցված, երեխու մասին եմ այսպես գրել բան, հետո որ գնացել եմ տուն արդեն հիվանդանոցից դուրս եմ գրվել, չեմ շարունակել, առաջի օճառը, առաջի խաղալիքը, առաջի խոսքը, առաջի քայլը, այսպես ամեն ինչ գրել եմ, գրել երեխու մասին, հետո տետրը շատ թանկ էր ինձ համար, տենց կիսատ մնաց չհասցրեցի շարունակեմ ու որոշեցի այսպես խոհանոցային իմ համար
տետր պահեցի որպես ռեցեպտների, այսպես նայեք, սա մանկական նկարներով է ժամանակին ռեցեպտ ասած բաղադրատոմսեր, հա, ռուլետ, էկլեր, չգիտեմ, բլինի, բլինչիկ, փակոցներ, մամայից ռեցեպտներն են, չուչխել, չգիտեմ ինչ ասես գրված է, այստեղ ինքեր ասած որ կան, ու ումից ինչ գրել եմ, կողքը անունը գրել եմ, որը ումն է, հա, այսպես կոչված բաղադրատոմսերը ումից են վերցրել, այստեղ այսպիսի բաներ կային, սա մինչև իմ ամուսնությունն է եղել, ես դպրոցական երեխա էի նույնիսկ, տետրը, բլոկնոտը գնված էր մայրական կողմից, պապիկի կողմից, որը բնակվում էր Սանկտ Պետերբուրգում եւ այնտեղից ինձ նվեր էր բերել այս բլոկնոտը, երևի մայրիկիս էր նվեր բերել, մայրիկս էլ ինձ էր տվել, չեմ հիշում եմ, որ ինքն էր գնել այս տետրը։ Միգուցե սխալ եմ հիշում, բավականին փոքր էի, ես երևի 4-րդ դասարանի երեխա էի, այսպես գեղեցիկ գրված էր, որտեղ ինչ պետք է լինի ու ինչ էր կարելի է լինել ու գնում է գաթա ջերմուկով, տորտ, սնիկերս, չգիտեմ, կալայի խմորն է գրված, այստեղ լիկյորով չգիտեմ ինչ, աշկշիտ են որ полностью կարդամ, այսպես արագ գաթա նազիկի, նազջան հարևանիս հարսն է հայ Միչայլոց իմ ամուսնանալուց հետո այդ հարևանուհիսը նազիկի գաթան է այդտեղ գրած Նազջան քեզ ջեր բարևներ, այնտեղ իմ տեքոր կանանունց, չգիտեմ ինչ պորցիաներ ունեն գրած, իրար տված առած, այստեղ այսպես բլինիներ, սրանք տեսնում եք ձեռագիրս շատ հին է մանկական է совсем, բլինի խինկալի են ժամանակի խինկալին էլ չգիտեի ինչա բրնձով քաշովի եղել եմ 4-րդ դասարանում, մեր աշխատանքի ուսուցման ուսուցչուհին է թելադրել գրել ենք ու աշխատանքի ուսուցման ժամին էլ պատրաստել ենք, ընկեր Մելքումյան քեզ էլ բարևներ, շատ եմ սիրում տիկին Մարո Մելքումյանին ընկույզով սալատ եւ այսպես շարունակ բրնձով քաշովի տեսնում եք ինչ գժուկ ձեռագիր ունեմ դաժե երևի շատ սխալներով գրած լինեմ մի խոսքով դեռ 4-րդ դասարանից այս տետրը եղել է իմ ինչա տնային ուսուցման չգիտեմ ինչ էր կոչվում է այդ աշխատանքի ուսուցման հա աշխատանքի ուսուցման տետրս է եղել սալատ կաղամբով այսպես մի խոսքով շարունակել եմ պահպանվել եմ մինչեւ քիչ չէ 47 տարեկան եմ արդեն տարեկան 47 տարեկան եմ այս տետրս այսօր պատահական կթա հիշեցի վայոսում Հայաստանից եմ բերեն մյուսը այստեղ ա եղել բայց այս մեկը այ թե մեծ տարի եմ բերել Հայաստանից Նայեք, երեխա եմ եղել, որտեղ ինչ սիրուն նկար գտել եմ, փակցրել եմ, այսպես ձևավորել եմ, չհաշված, որ ինքն էլ այսպես սիրուն ձևավորված տետր էր։ Նայեք, ոզնիների խնդրեմ, աշխատանքի ընթացքը, այս մեկն էլ գրված է ըստ Մերիի, միտեղ էլ կա, չգիտեմ, էլում գաթաներն են այստեղ, էլի Մերիին անունն է գրված, Մերի, այս էջը երևի Մերիին է, այնտեղ նազիկներ, այստեղ միտեղ տեսնեմ էլում պորցիաներից ունեմ, հորքուրիս պորցիաներից կա այստեղ նայեք, հա տեսնում եք ինչպիսի հիշողություններ եւ այսպես մրցնաբուն փախլում են ցուցարը ինչա գրած մրգով կեքս այստեղ այսպես ժամանակ սոկեր էին դուրս եկել նոր սոկերի վրայից են փոկել կամպոտների բաժինն եմ երևի մտել արդեն երևի ունի մուրաբա խաղողի մուրաբա այսպես տեսնում եք ինչ սիրուն գրված փակցված գիլասի մուրաբա ըստ հորքուրի էս էի ուզում ցույց տայի փոքր հորքուրս շատ արտակարգ խոհարար է մեծ հորքուրս էլ է բայց մեծ հորքուրս դե հիմա չկա ճիշտն ասած շուտ է մահացել Նայեք, կաղամբով կիսաֆաբրիկատ Bosch, այսպես փակում էինք մի ժամանակ, ստերիլիզացիա էինք անում ու իրեն պատկերված նկարները ծիրանի սոկ 10 կիլոգրամի 1 լիտր ջուր եւ այլն, շարունակական այսպես ինչա պերաշկի, բայց գրածը շատ ուժեղ է, պեչենի լուսնաձև, երշիկ, չգիտեմ, ոբշեմ էլի խմորեղենների անունները, հա, այսպես պեչենի, բուլկի, խորիս, թե ինչա գրած Երևի էլի կեքս, գաթաներ, պոնչիկ գաթա, հայկական գաթա, մի խոսքով, այսպես ժողովուրդ ջան։ Այս էլ լանքում է կոսմետիկա եղես, ինչ ա եղել, չգիտեմ, տետրս չի հերիքես թե եմ գրել, վայ։ Ով գիտես ինչ եմ գրեհած, ըստ հորքուրի, այս էլ է հորքուրի սիրելի բաղադրատոմսներ, լալա, պեչենի լալա, բուլկի, հորքուրի շատ սիրելի բաղադրատոմսներ, դրոժով խմորը, ընդեղ ինչ ա գրած, ոբշեմ էլի ժողովուրդ ջան։ Հիմա այս գեղեցկության մեջ ուզում եմ փնտրեմ մեղրով տորտ, գտնեմ ինչ-որ մի հատ պորցիա, այստեղ մուրաբաների պետական sense տպագրված բաներ էր, գյուղատնտեսական մթերքի վերամշակում, մուրաբաներ, կոմպոտներ, թթուներ եւ այլն։ Այսպես ամեն ինչ ունեցել եմ։ Ներս ռուլետ, մուլետ, այստեղ էկլերի խմորները գրված է ըստ Ռիզայի, Տիկին Ռիզան ա դրա։ Մի հատ կին կար անունը Ռիզա, մեր հարևանուհիներ, ինքն ա տվել, ոտ птичье молоко, էսի կարծեմ տեքորս կնգա, տված պորցիանա, սպաս, զեբր, իդեալ, մի խոսքով Իդեալը մուրսկո իդեալնա հարսիս իմ հարսիս ռեցեպտներն ա լիմոնով տորտ մի խոսքով սիրելիներս նեկրի շփիչ գիտեմ կլուբնիկով պիրոգներ մի խոսքով էլի այսպես չալմային նման փաթաթան ցենց ձևավորած տորտեր էր չգիտեմ ոբշեմ այտենց էլի ռուլետ էլի բեզե մի խոսքով լալա էկլեր տարբեր տեսակի մի խոսքով բաներ կա ինչ ասեմ ժողովուրդ ջան մի հատ լավ հետաքրքիր ասենք այս птичի գիտեմ որն ա լավը птичье молоко ա գրված վերցնենք ու անցնենք գործի Ռեցեպտը։
ասում են այնքան ուզում եմ հետներդ կիսվեմ, ասում եմ մեր այն ժամանակվա Instagram-ն է, հա, Instagram, YouTube, TikTok, որտեղ բաղադրատոմսեր էինք նայում, խնդրեմ, սալատ, խորոված, բադրջանի ջաշ, վարունգի եւ կանաչ պոմիդորի թթու, ինչպես կոչվում է, իմամ բայալդի, խավիար, տոմատ, տաշի համեմունք, ամեն ինչ մամայից հրցրել եմ, գրել եմ, աջիկա, վարունգի թթու, այնքան որ շատ է, խոզի տոտիկի թթու, որը մոժոժա կոչվում հիմա, պոմիդորի մարինացավ, մայրիկիս ռեցեպտներն է հիմնականում, բաղադրատոմս, ինչի մասի, հա, բաստուրմա, ներողություն, բաստուրմա, այստեղ գրած է, չուչխել, այնպես չի, հա, որ օթից ենք այդպես մի բան սովորում, թխում, կախում պատուհաններից, չորանան, կամ էլ չգիտենք որտեղից է, հենց տենց պետքա բոլորը մտածեն, որ ոչ մեկս ոչ մի բան անել չգիտենք, որ գրած է էկլեր ռիզայի պորցին, նու տիկին ռիզայի էլի մեծ կինա ինձնից մեծ է ինքը ամեն դեպքում, հավի մսով սալատ։ Մի խոսքով, ինչ ջեր հուշեր ու հիշողություններ արթնացավ, չեք պատկերացնի այս մի փոքրիկ տետրը թերթելու ընթացքում։ Ինչ ասեմ սիրելիներս, սկսենք։ Բաղադրիչները հիմա կպատրաստեմ, այստեղ գեղեցիկ խաղալիքների սիրուն տրամադրության ներքո, այստեղ էլ մեր Ալիսան է, Ալիսա ասա բարև բոլորին։ Добрый день. Всем хорошего настроения и продуктивного дня. Спасибо, Алиса. Я старалась. Хорошо, что вы это оценили. Հիմա ես Տիչի մալակոյի ռեցեպտը դնեմ մի կողմ, ցույց տամ սա։ Ուղղակի որ ասում եմ, մի թեթև պատմություն իմ կյանքից է։ Սա ինչ է, մի հատ բլոկնոտ, եւ այստեղ բավականին շատ գրիչներ, ֆլոմաստերներ։ Բազմից անգամ արդեն ասել եմ, հա, որ 2018 թվականին եղել եմ Գերմանիայում։ Գնալուց նպատակը այն էր, որ աղջկաս հետ, աղջկաս ուսանող էր, իրան հետ ուղղակից էի որտեղ։ Հիմա ես մինչև Գերմանիայի փողոցներում կախորտվամ ինչքան դեռ աղջկաս դասի էր, ունեի ահա այսպիսի ինձ շատ սիրելի գույնով գրիչներ։ Ու մինչդեռ ես սպասում էի, որ Հասմիկը կավարտի դասերը, այդ ընթացքում ձեռքս բլոկնոտ ունեի այսպիսի, գրիչների կեսնել այնտեղ էի գնել։ Որոշեցի իմ բոլոր ռեցեպտները հեռախոսից մեջ նկարել էի այստեղից, այնտեղից մի խոսքով տարբեր իմ գրքերից, ունեի թղթերի վրա գրած ռեցեպտներ, նոր ռեցեպտներ։ Այսպես որոշեցի անցկացնել մի փոքրիկ բլոկնոտի մեջ ու թարգմանել ռուսերեն, ունենալ ռուսերենով գրված, քանի որ ամենուրեք հայերեն են գրված, որպես փոքրիկ հուշատետր, հուշաբլոկնոտ, ինչպես ասում են, հիշատակ կմնար իմ ռեցեպտները, իմ երեխաներին հուշ, որովհետև իրենք հայերենը թեկուզ եւ հասկանում են գիտեն, բայց իդեալական կարդալ չգիտեն։ Մի քիչ կարդալ գիտեն, բայց որ ասես ամբողջովին կկարդան կհասկանան, մի քիչ կդժվարանան։ Այդպես որոշել էի, գրել էի ու կիսատ մնաց, ինչը հասցրել էի ժամանակի իսպանում։ Այսպես գեղեցիկ նկարներ եմ արել, կրեմները առանձին, ինչը հասցրել եմ գրել եմ, ինչը չէ մնացել եմ։ Հիմա այստեղ ունեմ մի քանի հասցրել եմ մի քանի տորթերի ռեցեպտներ եւ ինչու առանձին են գրված չգիտեմ, բիսկվիտ արմյանսկի գաթա, բիսկվիտ կլասիչեսկի, որպեսզի երեխեքը ունենան հենց իմ Եվ ահա խնդրեմ, նուտելան միշտ կողքին գրած է Վարդուհուց, Վարդուհու ամուսնուս մորաքրոջ հարսի ռեցեպտն է այսպես կոչված, գրված են անհրաժեշտ իրերը, անհրաժեշտ մատերիալները եւ գոտովկա, հա, ձևը ոնց պետք է պատրաստել, այստեղ գրված է սբորկա ոնց ենք հավաքում տորթը, վերջում приятного аппетита։ Դальше են գնում տիրամիսուն չեմ գրել դեռ, ես եմ որովհետև տիրամիսուի մեծ մասնագետ ունեմ ռեցեպտը տեղադրած տիրամիսուի եւ պեչենիները, որ առանձին թխեք, խնդրեմ պեչենիները եւ ունեմ տիրամիսուի ընդհանուր տորթի ձևը պետքա գրել դեռ չեմ գրել, կգրեմ, բազմից անգամ պատրաստել եմ տիրամիսուն եւ հին վլոգներից մեջ կան նույնիսկ։ Մի խոսքով, ասելիքս ինչ է, ուզում եմ ասեմ, բացել եմ իմ բլոկնոտները, վերցնում ենք ու ուզում եմ հիմա այս տվահին տարբերությունը ուղղակի կարդամ, էկրանի վրա մեծ կգրեմ, հա, ինչ բաղադրիչներ են պետք նուտելայի համար եւ ինչ բաղադրիչներ են պետք, այսպես կոչված գրել ենք պտիչի մալակո, բայց հայերեն է բաղադրիչները գրված, որպեսզի տարբերությունը պատկերացնենք։ Իմ կարծիքով շատ մեծ տարբերություն չկա, այստեղ ընդամենը կակաո է ավելացված եւ երկուսն էլ կարելի է միանման պատրաստել։ Մի փոքր գրամների տարբերություն եմ նկատում ու վերջ։ Մի խոսքով սկսենք երևի թե նուտելա կպատրաստենք, որովհետեւ շոկոլադե շերտերը ավելի շատ են սիրում։ Նու երեխեքը հա այդպես, որպեսզի օգտագործվի, թե չէ հենց այնպես թխել թափելու համար չեմ ուզում թխեմ թափեմ եւ վլոգս էլ գեղեցիկ տեսեք նկարեմ։ Ուրեմն բաղադրիչները պատրաստել եմ, յուղ, ձու, 2 հատ մեղր, այստեղ շաքարավազը մի քիչ տրիսնիկովի է, մի քիչ էլ սպիտակ, վանիլին 2 հատ, այստեղ ալյուրը կլինի հիմա, այստեղ ուրեմն ջուր ենք լցրել կաթսայի մեջ, պետք է հենց սրա մեջ ես հիմա պատրաստեմ մեր խմորը, 2 հատ ձուն շաքարավազի հետ առանձին կխառնեմ, իսկ մնացած բաղադրիչները այստեղ կխառնեմ, կտեղադրենք կոլոշը վրա։ Եվ մենք կակաո ենք լցնելու վերջում, քանի որ որոշեցի նուտելա պատրաստեմ։ Գոտոգե ինչ ենք ամ շարունակում եմ մեղրը ավելացնում եմ, խնդրեմ մեղրը։ Արդեն եմ ավելացրել, այսքան ուղղակի ավելացրեցի, որից հետո մի քիչ յուղ եմ ավելացնում, իհարկե այնտեղ կտալով է տալիս, բայց մոտավոր աչքաչափով այդքան եղնում է 3-ից 4 կտալ յուղ, մի քիչ էլ ավել դաժե, շատ չեմ ուզում յուղոտ լինի։
ավելացրեցի, վանիլինը գցած է, պեսոկը գցած է, մի խոսքով շաքարավազ գցած է, հիմա էլ մի քիչ կակաո խառնեմ ու դնեմ եռացնեմ, որ հետո էլ արդեն ալյուրը ստեղ կպատրաստեմ ու ալյուրը կխառնեմ, ձեզ ցույց կտամ։ Այստեղ արդեն պատրաստել եմ 3 բաժակ ալյուր է, երկուսը այստեղ, մի բաժակը այստեղ, միանգամից խմորի վրա սա կխառնեմ, մնաց կակաոն հանեմ, պատրաստեմ, խմորը արդեն դրել եմ գազին, արդեն այստեղ է կամած պատրաստվում է, հիմա գնամ ես բերեմ այն ինչ պետք է։ Ջուրը եղում է այստեղ արդեն տղպջակներ են կամած առաջանում, ես շատ եռացնել չեմ սիրում, քանի որ նեղրը չեմ սիրում, որ եռա, տանգայորա պետք չի եռացնել, մի քիչ հենա տեսել։ Տղպջակները մի քիչ շատանան, հալվել է ամեն ինչ, նեղրը հալել է, շաքարավազը հալել է, այդպես։ Մի որոշել էսպես կմնա, հեսա շուտով ալյուրը կվելացնեմ, մի քիչ ալյուրի հետ էսպես կեռա ու կհանեմ։ Ասենք եր չի եռում, էլ նայեք փրփրես բաղբջակները առաջացել, արդեն սկսել է փոփոխություն տալ այդտեղ։ Կաունել եմ պատրաստել, տեղափոխեմ միանգամից։ Սկզբից կակաոն կխառնեմ հեսա, կամ ավելի ճիշտ կարելի է ալյուրի հետ խառնել, որակի այսպես բերեցի։ Ալյուրը սենց արագ մաղեմ, խմորի եղայի պետք է եկել, առայժմ ջուրնատակից եղում, խառնենք, վсё, դատարկվեց, մի բաժակ ալյուրը այստեղ է, մի հատ կակաոյի հետ, մի հատ 3 ճաշիկ փակ կակաոյի հետ, այս հենց ուղղակի շատ անհարմար է հեռախոսի հետ աշխատելը, մի ձեռքով հեռախոսը, մի ձեռքով էլ այս տաք բաները բռնեմ, հիմա կխառնեմ, կտեղափոխեմ այնտեղ ու կնկարեմ։ Բաժակ ալյուրն էլ այստեղ ավելացրեցի, մեկ բաժակը մնացել է սեղանի վրա, հիմա ասենց խառնենք քանձրանա, խնդրեմ տեսեք, քանդի կամոց ստացվեց։ Քանձրանա կանենք որպես խմոր շարունակենք, արդեն շատ եռացնել պետք չէ, այս հենց հերիք է, այս ամանա ինքը սիտարան, հա։ Ինքը համարվում է ջերմակայուն, ջերմադիմացկուն, ինքը շատ որակյալ պլաստիկ է, դեռ սովետական ժամանակներից մնացած ամանա, հենց այսպես գոլորշի վրա այն ժամանակ որպես մետաղի ամաններից ֆերների մեջ շանեինք, այն ժամանակ ալումին այդպես է հիմնականում, այդպես սրանք մեջ էինք ամեսել, շատ մաքուր բիշևոյի պլաստիկայի բրդը։ Խոսքով տեղափոխեմ արդեն ալյուրի վրա, խմորը ու միանամ ձեզ, ես գազը երևի անջատենք, այսպես, խմորը հանեցի ջրի մեջից, բերեցի, այստեղ այս սավոք արդեն կնդնեմ, այստեղ աման տակը թացա մի քիչ կողքի թեքեմ, այսպես, որպեսզի շատ չպնդի չթանձրանա այս խմորը, շատ շուտ հանենք արդեն, այսպես, ինչ անուշ հոտ ունի շոկոլադի արդեն, կակաոն շատ լավն էր, պասեք մի հատ, սիլիկոն եք թող, ընթացք ձեզ հետ կանեմ հիմա, ինձ թվում է դաժե այն մի բաժակ ալյուրը շատից շատ է, այս որ սենց լծրածաստ է, մի քիչ կարելի է խմորը փափուկ թողնել, դաժե այսինքն սաշկի շատ է, երևում 3 բաժակը շատ էր, 2.5-ն էլ էր դաժե հերիք, այդքանը շատ է, ինձ դեռքիտ մեջ զգացում է խմորը փափուկ է, բայց կպչուն չի, 3, այս 4-որդը մի քիչ աչքիս, մի հատ այս ապարատը միացնեմ, տեսնենք արդյոք թխելու է թե չէ, ու հետո էլ ռազմերով, որպեսզի միանգամից հարմար լինի ռազմերը, տեղադրում ենք միանգամից այս մեր գեղեցիկ հարմարանքի մեջ, հիմա արդեն տեղափոխել եմ, հաստվեր են գնում, արդեն տեղափոխել եմ, ես մեկ առանց ձեզ արեցի, բարի հաջող ստացվեց, հիմա շարունակություններն է ձեզ հետ կանեմ, տեսնենք մաքսիմում 10-15 րոպե, շատ արագ է թխում իմիջայլոց ու շատ լավն է, բացեցի, մի հատ տեսնենք ինչպիսին է հաջորդը, Տեսա, այսպես, ամենակարևորը, որ տակը չի կպնում, ինձ թվում է լավ է թխում է, մոտիկից ցույց տամ հեսա, ինքը որ կարիճների ավախանում եմ վառեմ, դրա համար շուտ բացել եմ, նայեք, տեսնեք թխած է արդեն, ինձ թվում է ավելորդ է, շատ եմ բարակ բացում երևի, չնայած որ նուտելան պետք է այսպեսին էլ լինի, փուչիկներով խմոր, ընտիր խմոր, նայեք, տեղ խնդրեմ, փակելը չարժեր, ներողություն, իզուր փակեցի, մի քիչ այստեղ ժամը ավելացնեմ, թող աշխատի, հանում եմ, մի հատ շերտը, մի հատը պատրաստ է, մի հատը ասենց փչացրեցինք արդեն, ինձ թվում է ավելի լավ է միացնենք, մի քիչ հաստատ շերտեր լինի, չնայած ավելի լավ է համաչափ լինի, լավ, շարունակեմ, չգիտեմ քանի հատ, 1, 2, 3, 4, 5, 6, դաժե կարար 7-րդը լինի, 7-րդը ասենց փշրվել է, ոչինչ, 7 թե 8 հատ պետք է լիներ, 7 հատ ստացվեց մի խոսքով, կարելի էր սիվոլի 5 հատ սարքել այսքանը, բայց անչափ գոհեմ, հիմա այս գեղեցիկ հուց, այս գեղեցիկ ապարատից, մի վայրկյանում ընդամենը խոնավ սալֆետ կրեմը, հիմա ինչ է ինձ անհրաժեշտ կրախմալ, կակաո, մի քիչ էլ ալյուր, ձվի դեղնուց առանձնացրել եմ արդեն ձուն քանդվել է կաթ, այստեղ էլ է կաթ, շաքարավազ 1 բաժակ,
Եվ իհարկե վանիլին, հիմա վանիլին էլ կմոտիկացնեմ։ Մի խոսքով եփովի կրեմ ենք պատրաստում շատ արագ կերպով, ինձ թվում է բոլորդ էլ գիտեք, չարժի որ ես այդքան ներկայացնեմ, մանրամասնեմ, մի վստիկ էլ կարագ է պետք, հա, ու կվազեմ աշխատանքի, մինչև կրեմը կհովանա, շերտերը արդեն պատրաստ են, կգամ միասին կհավաքենք տորթը։ Խոսքը կրեմս արդեն պատրաստ է, եփել եմ։ Հիմա դնեմ մի հատ հովանա, հետո բլոնկա կդնենք, անտակ թողնենք լավ սառի, պետք է անդադ խառնենք, որ երեսից այսպես հասպլոնկայի տիպի շերտ չառաջանա, մի խոսքով, այսպես չթանձրանա, շատ ընտիր կրեմ ստացվեց։ Շատ արագ ձևով տեղափոխեցի այստեղ, որովհետև մի տեսակ տակը կպչում էր, չգիտեմ դուրս չեկավ։ Թե չէ։ Ջան, վերջ, հերիքեց արդեն այն որ ասма կրեմը առանց վիդեոյի կսեցի, պատրաստել եմ, հեսա պատրաստել եմ, կսել եմ, մի հատ էլ մի կալցիոից ունեմ, այսենց տեղավորեմ, այսենց քաշեմ, թող հավաքվի, որպեսզի շերտերը սառնարան դեսուդեն չգնան, տակին այդ կալցիոյի վաստավկեն էր դրված, խոսքով տանեմ սառնարան, տնեմ, թող սառչի, մինչև գնում եմ գործի, ժամը 9-ին գործի եմ, 10-ին կվերջացնեմ, 10-11-ին երևի հազիվ տուն կհասնեմ, ամբողջ օրը զապիս չի եղել, այդ մի հատիկ զապիսն է, 8:30 ժամը, ցույց եմ տալիս, հեսա ալիս այ մոտ էլ 7:30, հա, 7:30, 8-ին կլինի, ստե ամուսնյակս ես պետք է հագնված պատրաստ լինեմ, գնամ, հագնվեմ, ճանապարհվեմ, հետո կգամ, կշարունակենք միասին չայ կոֆե խմենք, ուղիղ եթեր կանենք, այս տորթիկը կգտրենք ուտենք, լավ, առայժմ ներ դուրս գալուց առաջ տորթի կրեմը ամեն դեպքում կսեցի, քանի որ ժամանակս ներում էր, գնացել եմ աշխատանքի, աշխատանքս ավարտել եմ, հիմա ժամ 10:30 է արդեն, տղասը հետևից եկել ինձ տուն է տանում, ամուսինս տարավ թողեց, հետո տղաս եկավ վերեց։ Դե, ժողովուրդ ջան, խված կտանեմ, կտրեմ, համ տեսնենք ինչպիսին է, համ տեսենք, համ էլ մի հատ սուրճ խմենք, համ էլ մի քիչ առաջ չէ, մի քիչ հետո էլ էֆիր կմիացնեմ։ Բացենք, կտրենք ու համ տեսենք, գեղեցիկ է, արդեն նախորժելի տեսք ունի, շատ անուշ բուրբունք ունի նաև, հիանալի է։ Տենանք ինչպիսին է ստացվել, կտրենք ես։ Էսթետիկայի ցելում արդեն սիրուն չկտրտեցի, բայց ատո շատ համով խմորեղեն է ստացվել։ Մեկ հատ սուրճ խմենք, բաժակս ինչ արեցի, մի հատ բաժակ, եփված է սուրճս արդեն, մի հատ էլ սուրճ, ու գնանք վայելենք։